Լմյադ այսպես հարցը ձևավորել։ Կարելի է արդյոք Գագիկ Ծառուկյանին, նույնը Դոդի Գագոյին, մեղադրել նրանում, հատ ուշադիր լսեք, որ չարիքի հետևանքով ես նկատի ունեմ, հանցավոր, այն որ միշտ ասում եմ, ասել եմ, սկսած հրապարակավ արդեն 2004 թվականին, 5 թվականին, ապուշ հիմարները մտնում են կոմենտներում, այս նոր իմ մասին էլի, ինչ նոր, այդ տաշիր Սամոյին սրանց ղախպեկը, արան դուք ուր եք դուք 2004 թվական 5-6 ուր եք, ես ուղիղ Սերժիկ էի անպատվում հանցավոր Ղարաբաղյան շարժում եւ այլն, այն աստիճան հանցավոր, ոնց թե խաղաղ ապրում էին, ոչ պատերազմ, ոչ մի բան չկա, անգամ այդ ոչ բարով Վազգեն Սարգսյանի եղբայրը Արամ Սարգսյանը այդքանը հասկացավ։ Դուք հիշում եք այդ հոլովակը կա, մարդիկ խաղաղ, ոչ մի պատերազմ, բամանք եւ այլն չկա, ասում է 5000 հոգի տանենք, կրակենք, ինչի այ ղախպա, ինչի արի քեզ սատկացնենք, ստե էլի։ Դա հանցավոր խաղաղ անտեղի գնացիկ բան արի։ Ազերներին կրակեցիք, լարեցիք եւ հետո լավ ենք արել, ինչ հերոսներ ենք, լավ, այ ուր են այդ հերոսները, կզծրին ձեզ տարբեր ձևերով։ Արա լե մի հատ որ այդ խոսում են, էլի, մի հատ թեմայից մի քիչ շեղվեմ, սես բան ասեմ, այդ որ կռվող տղա են, կռվող տղա։ Արա մի հատ կուզենա, այս իմ սիտուացիաներում ես որ եղել եմ, տարբեր երկրներում, էլի, մի երկու օր առաջ էլ։ Անես մի հատ ապտակեցի, արա դեմս ինձանից մի գլուխ բա առնված բարձր, արա անես տվեցի։ Եվ հիմա չշեղվեմ շատ, դրա մասին հետո կպատմեմ։ Եվ տարբեր սիտուացիաներ են լինում։ Այդ հերոսները ես դրանց ճակերտների մեջ եմ վերցնում։ Ինձ հետաքրքիր է, մի քանիսին տեսել եմ, կուրկուրի ձակ են դառնում դրսերում։ Ինչպես իրենց կդրսևորում։ Այսինքն ինչ է ուզում ասել, բայց չի։ Ոչ մի անգամ ես բացի դատապարտումից, ես ի տարբերություն Նիկոլ Ղախպի տղեն, պատվերը կատարելով իր հարմարությունից սեփական ելնելով եւ այլն, հաճում է, գործում է եւ այլն։ Ի տարբերություն այդ Ղախպա Նիկոլի ես դատապարտել եմ հանցավոր ռեժիմը։ Նման բան չէր կարող առաջանալ, ոչ մի անգամ միտք առաջանալ, որ ես գնայի կռվադաշտ։ Քանի որ սխալ է։ Սկիզբը հանցավոր էր, սխալ էր։ Դուք մի հատ հասկանում եք ինչ եմ ասում, ստե հարցը անկախություն, այդ դրանում չի։ Հարցը գործողություններ են, ինչ են արել, հարձակվել են 5000 հոգի, ասում է գնանք կրակենք, սպանենք եւ այլն։ Այդ չարիքի, որ ես քանի տարի է ես, այս ահագի ժամանակ այդ Ղախպի տղակ Նիկոլը կուրսի է։ Ի տարբերություն որին այդ ես ի տարբերություն Նիկոլ Ղախպի ես դատապարտել եմ, դու Նիկոլ դատապարտել ես, չէ Ղախպի տղա, դու հենց նա 88 թվականից չես սկսել, հենց սկզբից ես դատապարտում եի, իսկ հետագայում այդ Նիկոլ Ղախպեն սրիկա, սատանա լեզվանի Նիկոլը սատարում էր և դեռ նախատում էր Ռոբիկ Սերժիկներին, իպր, որ Ղարաբաղը հանձնում է, ոչ, իպր չէ, Սերժիկը հանձնեց ոչ միայն Ղարաբաղը, Հայաստան, այդ ամեն ինչը ես քանի անգամ կարելի է ասել, արա, այ լրփագրողներ, գոնե մի անգամ ճիշտը կգրեք, այ ձեռները կոտրվի, ինչպես Սերժիկ Բոզի ծնունդը, անօրեն զավթած իշխանությունը, տվեց, հանձնեց, փոխանակեց ամերիկացիների հետ, գործարք կատարեց, անօրեն, արատավոր, հանցավոր իր այդ զավթած ռեժիմը իշխանությունը տվեց ամերիկացիների, մոռացել եք ինչ էին անում, ինչ շանտաժ էին անում, սարացնում եք Սերժիկի գումարները, թալանած միլիոնները ձեզանից, ԱՄՆ-ում այդ Սաշիկի տներն էին սարացնում, եւ այլն։ Նա այդ իշխանությունը, այդ անօրեն զավթած հանցավոր ռեժիմը, անօրեն իշխանությունը տվեց ամերիկացիներին փոխարեն արտոնություններ, սատանա Սերժիկ, իր սեփական գյոթվերան անձի համար, Սաշիկ, Մաշիկ, Միշիկի գյոթվերանների համար, դրան սատկացնել է պետք, Նիկոլին սատկացնելուց մի 10 րոպե առաջ դրան է սատկացնել հրապարակավ վառել է պետք, հանրապետական հրապարակում, հանրապետության հրապարակում, իսկ այդ իբր հանրապետականներին այդ Ղախպեկին էլ մի մարդը 5
10 տարի նստածնել բանտ այդ։ Բայց թե շեղվա թեմայից կարևորը ինչ է ուզում։ Ախր այնքան ասելու բան կա, որ ես չգիտեմ, որ հոլովակի մեջ, որ հիմա հնարավորություն կա, հիմա տեսեք։ Եվ որպես չարիք, հանցավոր, չարիքը բերում է չարիք։ Ուղիղ սատանություն տեղի ունեցավ, ուղիղ անօրին, ծայրահեղ անօրինականություն։ Առանց ուրեմն հանցավոր այդ չարիք շարժման արդյունքում այդ Լևոն Խեր Պետրոսյանը ոտից գլուխ չարիք այդ մատեդարանի կռիս, արա դու ով էր կոմունիստների բախտ, այ կռիս, սաղ չարիքը դու բերեցիր, որի շարունակություններ բացարձակ, լիովին, անօրեն, անօրինականություն, այդ չսատկած, բայց սատկած, դժողքի ապրան Քոչարյանին, այդ Ղարաբաղցուն արա, ինքը Հայաստանցի չէր, այ աղբի ծնունդներ, ոչ մի իրավունք չուներ նախագահի աթոռ զբաղեցնելու։ 98 թվակ ես չեմ մոռանում, ոնց էի կատաղած, արա, ոնց էի կատաղած, ես ման գալիս Երևանում։ Չարիքը բերեց չարիք, հետո Սերժիկ, հետո սա էլ է, այս Նիկոլ Ղախպեն էլ է, դրա հետևանքը, ուղիղ հետևանքը, ինչը դուք այսօր վայելում եք, ուղղակի կործանում, ուղիղ Հայաստանի, հայաստանցիների, հայ ժողովրդի պատիվը, թասիբը, արժանապատվությունը, էլ չասած պատմությունը եւ այլն։ Այդ ամենի նսեմացնող Նիկոլ Ղախպեն ուղիղ հետևանքն է, այն որ միշտ ես ասել եմ, այդ Ղախպան Նիկոլն էլ կարդացել է հանցավոր Ղարաբաղյան շարժում, դա հանցավոր շարժում էր։ Ստացակ, այո, կրկնում եմ եւս մեկ անգամ, այդ չարիքի հանցավոր է Ղարաբաղյան, որտեղ Ղարաբաղ են անտեղի պահանջը։ Ես այսինքն տարածք, որ այդ Ռոբիկ Սերժիկները անկախանան Բաքվից, որ թալան է Ղարաբաղը, բրեկները հսկողություն չլինի, հասկանում եք։ Եվ այդ չարիքի բացի դրանից, որ հետևանքն է, սատանողներից մեկն էլ հենց Նիկոլն էր, ընդհանուր մինչև վերջի պատերազմը։ Հիմա վերադառնանք Դոդի Գագոյին։ Հիմա տեսեք հարցս ինչպես է ձևակերպում եւ ինքս էլ պատասխանելու եմ։ Արդյոք մեղավոր էր Գագիկ Ծառուկյան Դոդի Գագոն, որ երբ այդ չարիքի հետևանքներից ես չգիտեմ, բոլորը նույն ձևի զզվելի են, բոլորն էլ ամենազզվելիներն են, Ռոբիկ, Սատկես, Քոչարյանը, անօրեն, լիովին անօրեն կերպով նստեց գահին եւ սկսեց թալանել, ապականել Հայաստանի Հանրապետությունը, երբ ահռելի կոռուպցիա սկսվեց Հայաստանի Հանրապետությունում, նաեւ ոստիկանամուսարական համակարգը լիովին ապականացվեց։ Արդյոք կարելի է մեղադրել Դոդի Գագոյին նրանում, որ նա էլ որոշեց օգտվել այդ հնարավորությունից, այսինքն Ռոբիկ Քոչարյանի օրոք եկած եւ Ռոբիկով բերված կոռուպցիայից, Ռոբիկ տականք սրիկած Սատկես Քոչարյանի, որը արդեն համակերպել է իր դերի հետ, Նիկոլի համար բոբոյի դեր է խաղում։ Նիկոլը մտադիրասրան միջև մյուս ընտրությունները քաշ տա, որ հերթական անգամ փրկի, ես էլ չգիտեմ, որ աստիճան դեբիլա ղախպացած որոշ զանգվածին Բոբիկից, Ռոբիկ Բոբոյից, արա խիեն դրանք ազատության մեջ, բոզի տղա Նիկոլ, Ռոբիկ Սերժիկը խիեն բոզի տղա ազատության մեջ, որտեղ դու բոզի տղա Նիկոլ ծածկում ես դրանց, դու դրանց հետևանքն ես, դու դրանց տվել անցել ես, եթե դրանք Ռոբիկ Սերժիկը, որոնք Ղարաբաղը թալանեցին, հետո եկան Հայաստանը թալան, ես քու ծնողդ քուն եմ Նիկոլ, երկուսն էլ ազատության մեջ են, որոնք Հայաստանը էլի քաշում, բայց ծածկված քաշում տանում են դժոխք, բայց որոնց գերազանցեց տականք սատանա տականք Նիկոլը, որը արդեն բացահայտ է Հայաստանը քաշում ուղիղ դժոխք։ Լավ, հարցս մեկ անգամ էլ կրկնեմ եւ երևի պատասխանելու կարիք էլ չկա։ Արդյոք մեղավոր էր Գագիկ Ծառուկյան, նույնը Դոդի Գագոն, որը որոշեց, դե գիտենք էլ այդ պատմությունները պատմել են, սկզբից Ռոբիկ Սատկած Քոչարյանի աղբոր բորը մտավ, հետո դոբուլ չերեզիա
դոդի նալադից ատնաշենի անձնական քյարի մար, հետո հաբրգեց, են աստիճան, որ մարդկանց առևանգում էին, ուրեք ղախպարները լրպագրողներ, այդ բերեք այդ հոլովակները կան, այդ նյութերին դուք լավ տիրապետում եք, առևանգում են մարդկանց, գործարար բերում են առյուծի մոտ, առյուծով են բախացնում, միգուցե գցում են բանը տեսեք ոնց էր հաբրգել, ես ինքս եմ լսել, այդ գործարար մարդը պատմում էր, մուսերներն էլ լավ տեղյակ են, ուղղակի կաշառված են, լավ վերցնենք միջև էց, հաբրգել է անորեն հարստանալը, մեղավոր է, կարելի է մեղադրել նրանում, որ ինքը սկսեց, փաստորեն, օգտվել այդ կոռուպցիոն հնարավորություններից, անձի իր սեփական շահիմը, տեսնելով է, տեղյակ լինելով ինչ անօրինականություն է, ինչ կոռուպցիա է, բեսպրեդել է Ռոբիկի ժամանակ, ներմուծվում Հայաստան, ինչ սատանա դժոխքի ապրանք Սատկիս Քոչարյան, Ռոբիկն է, ինչպես է կարծում պատասխան, իհարկե մեղավոր է, որ հետո էլ դեռ տարիներ շարունակ սատանում էր Սատանա Քոչարյանի, իհարկե մեղավոր է, ինչ վերաբերում է այդ մարդկանց առևանգելու, առյուծի վանդակ կոխելու, ինչին լավ տեղյակ են մուսորներ եւ լրագրողներ, լրպագրողներ, ապա ավելորդ ապացույց դրա չի կարող ծառայել այն, որ ինքը իր բեյնով դոդիգագոն, անգամ Նիկոլ Փաշինյանին էր, անորեն վարչապետ Բոզի տղուն, սպառնում առյուծով, եթե Նիկոլին է սպառնում, ապա պատկերացրեք ինչ էր արել, դա կարող էր անել, այլ ոչ պաշտոնյա Հայաստանի քաղաքացիների հետ, բայց եւս մեկ անգամ կրկնում եմ, ինչու չեն վերաբացումը քրեական գործել է Դոդիգագոյի դեմ հարուցված, բայց կաշառելուց հետո, կաշառքներից հետո փակած, որովհետեւ այստեղ էլ Նիկոլիկ սատանեն, ոչ թե արդարության արդարադատության համար, ինչը կանեի ես, այլ իր Բոզի տղու, սեփական քյարի համար, իր անձնական ուղղակ քյարինա ուզում ծառայեցնել շանտաժով, այդ ամենը Նիկոլ Բոզի տղեն, լեզուները պապանձվի լրպագրողներ, գրում են ասում է, Ծառուկյանի գույքը գործարանները վերադարձում էր, ինչ ժողովուրդ լեզուները պակ եմ, Նիկոլ Փաշինյան ղախպա սատանա սրիկան իրանով անում, վերավաճառելու է Բոզի տղեն,